Եթերում հեռանկարն է։ Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարարը։ Ընդհանրապես որոնք են Իրանի արտաքին գործերի նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները։ Այս մասին քննարկենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։ Շնորհակալություն պարոն Միսակյան մեր հրավերը ընդունելու համար։ Անդրադառնալով արտաքին գործերի նախարարի այցին, որոնք են գլխավոր նպատակները, ինչ առանձնահատկություններ եք դուք նկատել։ Շնորհակալություն հրավերի համար։ Իրականում այս իրավիճակում նաև այն իրավիճակում, ինչ ստեղծվել է Հայաստանի շուրջ Արցախյան վերջին պատերազմից հետո, Իրանի դիրքորոշումը բավականին կարևորվել է Հայաստանի համար եւ նաև տարածաշրջանում, որտեղ մենք չունենք գրեթե բարեկամ պետություններ, ամենայնպես երկու թշնամական պետություն ունենք, Իրանի դիրքորոշումը բավական կարևոր է եւ Զանգեզուրի միջանցքի հետ եւ այդ չարչարկված այլ թեմաների հետ տարածքային ամբողջականության վերաբերյալ մշտական հայտարարությունների եւ մշտական այցելությունները եւ նաեւ Արաքչի այցը բավականին կարեւոր է նաեւ ցույց տալու այդ հարաբերությունների զարգացման մակարդակը եւ բնականon զարգացման մակարդակը, չնայած դրանում էլ կան մի քանի խնդիրներ, բայց այս այցի ժամանակ նախ եղան նաեւ Իրանի կողմից վերահաստատումներ կապված տարածաշրջանում պատերազմը բացառելու, նկատի հայ-ադրբեջանական որևէ բախման գործընթաց այս փուլում բացառելու վերաբերյալ նաեւ բանակցային գործընթացով կարգավորումները ողջունվեցին Արաքչիի կողմից, խոսվեց հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, ինչը այս փուլում էլի բավական կարևոր է հաշվի առնելով հայ-իրանական սահմանի շուրջ ստեղծված խնդիրները եւ նաեւ Իրանի կողմից նշվեց, որ այդ տարանցման ուղիներն են չափազանց կարևոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, նաեւ այդ սահմանների անկախտելիությունը, ինչը անմիջական ուղերձ էր եւ Զանգեզուրի միջանցքի հետ կապված նաև այն հայտարարությունը, որ հաղորդակցության ուղիներ կամ ցանկացած այլ բան, որը պետք է լինի Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ վերահսկողության ներքո սա էլ էր ուղերձ Իրանի կողմից, որ Հայաստանի վերահսկողությունից դուրս կամ ցանկացած միջանցքային տրամաբանության զիջում թեկուզ այդ խաղաղության համաձայնագրի շրջանակներում Իրանի համար այդքան էլ ընդունելի չի։ Սա այն էր, ինչ Իրանը ոչ մեկ անգամ է ասել, մի քանի անգամ ասել է, բայց այս օրերին կարծես թե իրադարձությունները այլ բանի մասին են խոսում, հա, Հայաստանը եւ Ադրբեջանը խոսեցին այն մասին, որ վերջնականացված է խաղաղության պայմանագրի տեքստը, բայց ըստ էության Ադրբեջանը չի գնում խաղաղության պայմանագրի ստորագրման եւ փորձում է ցկցկել եւ այլ նախապայմաններ առաջ քաշում։ Իրանի դերակատարումը այստեղ որքանով զսպիչ նշանակություն Իրանը իր զսպիչ նաև դերակատարությունը ցույց տվեց լարումների շրջանում, երբ նաև նախկին արտգործնախարարի Իրանի Աբդոլլահյանի կողմից եղավ հայտարարություն, որ անմիջական զանգեր են հնչել Իրանից դեպի Բաքու պատերազմի կամ հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Իրանի զսպիչ դիրքորոշումը իրականում բավականին կարևոր է նաև Հայաստանի համար, նույնիսկ մենակ այն տեսանկյունից, որ մեր հարևան պետություններից գրեթե մենակ Իրանն է բացահայտ պրոհայկական դիրքորոշում արտահայտում։ Բայց նաև Իրանը իր սեփական անհանգստությունները ունի, չնայած ողջուններին այդ պայմանագրի, դրա միակողմանի զիջումները կամ ցանկացած զիջում, որը կվնասի հայ-իրանական սահմանին, Հայաստանի տարածքով Իրանի տարանցմանը, ինչը տեսանք օրինակ Կապանի հատվածի, Գորիս-Կապանի ճանապարհի զիջման դեպքում, երբ բավականին մեծ դժվարություններ առաջացան այդ տարանցման համար, այսինքն Իրանի անհանգստությունները բավականին շատ են, ճիշտ է, ամենաբարձր մակարդակում դրանք ոչ միշտ են բարձրաձայնվում, բայց նաև պետական ապարատի հետ կապակցված փորձագետների կողմից դրանք մշտապես առկա են իրանական դաշտում։ Նաև Հայաստանի չափազանց թուլացումը, ճնշումների տակ որևէ համաձայնության գնալը Իրանում այդքան էլ դրական չի դիտարկվում, որովհետև Ադրբեջանի հզորացումը տարածաշրջանում, ինչքան էլ որ իրանցիները խոսեն Ադրբեջանի հետ դրական հարաբերությունների կամ Թուրքիայի հետ ճակերտավոր եղբայրական հարաբերությունների մասին, թուրքական պետությունների հզորացումը Իրանի համար բավականին լուրջ վտանգ է։ Նաև Իսրայելի դերակատարությունը, եթե հաշվի առնենք Իրանի հյուսիսային նահանգներում պանթուրքիստական խմբավորումներին հովանավորելը եւ նաեւ Իրանի հյուսիսային սահմանների հանդեպ վտանգը, որը կա այս փուլում։ Հիմա նույն Իսրայելի հետ կապված Իրանը բազմիցս արտահայտել է իր մտահոգությունները, Ադրբեջանի հետ նրանք որոշակի կարծես թե լարվածություն ունեցան, այս պահին այդ լարվածությունները արդյոք նվազել են։ Իրականում ոչ այնքան նվազել են, որքան չեն բարձրաձայնում։ Նույն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերագործարկումը ճիշտ է եղավ, բայց այդքան էլ ակտիվ չի գործում։ Կան մշտական խնդիրներ եւ հայտարարություններ ադրբեջանական կողմից, Էրդողանի կողմից իրանական մշակութային ժառանգության յուրացման մասին կան հայտարարություններ եւ Իրանում բավականին բացասական տեսակ է այս պետությունների հանդեպ, բայց նաեւ այն իրավիճակում, երբ Իրանի շուրջ բավականին լարված միջազգային
իրավիճակ է ստեղծվել եւ նաեւ օղակը որոշակիորեն սեղմվում է, իրանական կողմը սեփական սահմանների մոտ որևէ ռազմական գործողություն կամ վտանգ փորձում է բացառել։ Այդ է նաեւ պատճառներից մեկը, որ իրանցիները ցանկացած խաղաղության բանակցություններ կամ ցանկացած քայլ, որը կհետաձգի կամ կսառեցնի հայ-ադրբեջանական որոշակի բախում, մշտապես ողջունում են։ Եթե նկատեցիք, Իրանի ակտիվությունը առավել նկատելի եղավ 44-օրյա պատերազմից հետո։ Սա իրավիճակի փոփոխության հետ էր կապված, թե սա հնարավորություն էր պարզապես առաջ մղելու սեփական շահերը եւ սեփական ծրագրերը։ Եվ իրավիճակի փոփոխության հետ էր կապված եւ Արցախի կորուստի, չնայած Իրանից եղան ողջուններ Զարիֆի կողմից եւ դա Իրանում Զարիֆից հետո բավականին կոշտ քննադատվեց եւ նաեւ Իրանում տեսան այդ փոփոխությունը ինչ արդյունքների բերեց եւ անմիջական վտանգ ստեղծվեց Իրանի համար, որովհետեւ Արցախի սահմանը նախկինում հայկական վերահսկողության տակ Իրանի ամենաանվտանգ սահմաններից մեկն էր եւ տեսանք մի քանի զորավարժություններ, հայտարարություններ, Զանգեզուրի միջանցքի խնդիր եւ մնացած բոլոր սպառնալիքների Իրանի ստեղծվեցին նաեւ պատերազմից հետո։ Նաեւ Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում ստիպեց Իրանին Հարավային Կովկասին առավել ուշադրությամբ նայել, Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացումը եւ Ռուսաստանը թույլ տվեց Կովկաս մտնել Թուրքիային Իրանի համար էլ ստեղծեց հնարավորություն Թուրքիա մտնելու եւ նաեւ քանի որ ադրբեջանական կողմից չկար հստակ նաեւ բարեկամական դիրքորոշում Իրանի նկատմամբ, հայ-իրանական հարաբերություններին սա հավելյալ խթան հանդիսացավ, բայց նաեւ Իրանի կողմից այդ եւ Իրանի կողմից եւ Հայաստանի կողմից դանդաղ ընթացք օրինակ Հյուսիսարավի շինարարության ենթակառուցվածքների համապատասխանեցման եւ այլն բավականին նաեւ քննադատությունների առիթ է տալիս, թե ինչու են այդքան դանդաղ ընթանում այդ գործընթացները, բայց Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում իրականում Իրանի համար վտանգ ներկայացնող պետությունները դա Բաքուն եւ Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում էին։ Հիմա Միացյալ Նահանգների հարաբերությունները Իրանի հետ, ինչպես տեսնում ենք, Թրամփի վարչակազմը բավական կոշտ հայտարարություններով է հանդես եկել եւ նույնիսկ վերջնագրային կարծես թե հնչի ամեն ինչ։ Եվ փորձագետների մի մաս ասում է, օղակը սեղմվում է Իրանի շուրջ եւ չի բացառվում օրինակ ռազմական միջամտությունը։ Որքանով է դա հավանական եւ ինչ հանգամանքներից է կախված։ Իրականում ինչքան էլ որ կոշտ լինեն Թրամփի հայտարարությունները, դրանք միտված են որոշակի բանակցային գործընթաց սկսելու եւ այն նամակները, որը փոխանցվում է, այն ուղերձները, որոնք փոխանցվում են նաև այլ պետությունների, դիվանագետների կամ ղեկավարների կողմից, վկայում են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է գնալ բանակցային գործընթացի։ Առաջին նաև Հայաստանում նշեց, որ հոգեոր առաջնորդին Իրանի Թրամփի կողմից ուղղված նամակի պատասխանը պատրաստվում է Իրանում եւ տրվելու է Միացյալ Նահանգներին, նաև ռուսական միջնորդությունը, երբ որ հայտարարեցին, որ Թրամփը խնդրել է Ռուսաստանին միջնորդել բանակցային գործընթացի վերել Իրանին եւ նաև միջուկային ծրագրի շուրջ։ Եվ նաև եղավ որոշակի հայտարարություն, որ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգները համաձայնել են, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք։ Իրանական կողմը իր կողմից նաև հնչեցնում է հայտարարություններ, որ չի ցանկանում եւ չի պատրաստվում սպառնալիքների տակ գնալ բանակցությունների եւ թույլ տեսանկյունից Թրամփի հետ նստել բանակցությունների, հավանաբար իրանական կողմից փորձում են նաև իր դերակատարությունը նախ մեծացնել եւ խաղադրույքները, նաև բանակցային գործընթացից դուրս բերել հրթիռային ծրագիրը Իրանի, ինչը առավել կարևոր է այս փուլում Իրանի համար եւ բացահայտ հայտարարում է, որ դա զսպիչ է նաև զսպիչ ռազմավարությունը Իսրայելի հնարավոր արձակումները կանխելու համար կամ Իրանի վրա ցանկացած հնարավոր արձակում կանխելու համար, քանի որ Իրանի հրթիռային ուժը ինչքան էլ որ որոշակիորեն իսրայելական կողմը վերջին դեպքերի պայմաններում կարողացավ խոցել, այնուամենայնիվ այդ հրթիռային ուժը բավականին մեծ է եւ նաեւ խանգարող հանգամանք Իրանի վրա արձակվելուն։ Եվ նաև Թրամփն է հասկանում, որ Իրանի դեմ պատերազմը, եթե սկսվի, բավականին մեծ եւ անկանխատեսելի պատերազմ է լինելու եւ առավելագույն ճնշման քաղաքականությունը իր նախորդ կառավարման շրջանի վերականգնելով տնտեսական ճնշումների եւ նաեւ միջազգային ճնշումների տակ Իրանին փորձում է բերել բանակցային գործընթաց։ Հիմա հայտարարությունները մի բան են, բայց իրական գործողությունները այլ են։ Որը կարող է լինել այն փոխզիջման կետը, որ կարող է բոլորին, այսպես ասած, հաղթած համարել, հələ win-win Թրամփի կողմից բացահայտ հայտարարվել է, որ միջուկային զենք ստեղծելը բացառելու Իրանի։ Նաև իրանական կողմից գրեթե երբեք չի եղել հայտարարություն, որ Իրանը ցանկանում է անպայմանորեն ստեղծել այդ միջուկային զենքը։ Ծրագրի մասին։ Նաև խաղաղ ծրագիր այնքան են զարգացնում, մոտ են միջուկային զենք ստեղծելուն, բայց չեն գնում այդ քայլին։ Նաև դրա համար անհրաժեշտ է մեծ տերությունների որոշակի օժանդակություն լինի տա Ռուսաստան թե Չինաստան։
Եվ նաև իրանական կողմն է, կարծես թե դա պահում որպես հաղթական խաղակարդ բանակցային գործընթաց գնալու համար, նաև ձախողվելու պարագայում միջուկային զենքը լինելու է կանխարգելիչ գործոն Իրանի վրա հարձակումները կանխելու համար։ Մի կողմից Իրանի հետ մեր հարաբերություններն են կարևոր, մյուս կողմից Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ ենք զարգացնում։ Եվ պարզ է, որ Միացյալ Նահանգների գործողությունները, շահերը այս տարածաշրջանում նաև հենց Իրանի եւ Ռուսաստանի հանգամանքով է պայմանավորված։ Ինչպիսի դերակատարում են ցանկանում կողմերը, որպեսզի Հայաստան ունենա։ Նախ Թրամփի վարչակազմը այդքան էլ հստակ հայտարարություններ Հարավային Կովկասի վերաբերյալ դեռևս չի արել, ավելի մեծ խնդիրներով է զբաղված եւ Ուկրաինայով եւ Մերձավոր Արևելքի խնդիրներով եւ գրեթե երբեք բացի Բոլտոնի հանրահայտ այցից որևէ մեկը Հայաստանին չի պահանջել Հայաստանից Իրանի հետ հարաբերություններ դադարեցնել կամ պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, այսինքն վախենալ թե դրանք խանգարելու են միմյանց, չեմ կարծում, որ իրատեսական է։ Նաև ԱՄՆ այս կառավարության մեջ չկան այն ռադիկալ գործիչներ, ինչպիսիք էին Բոլտոնը, որը Միացյալ Նահանգների հետ Իրանի հետ պատերազմի կողմնակից էր եւ կարծում եմ Հայաստանի իրանական հարաբերություններին այդքան էլ սա չի կպնելու, մինչեւ որ Միացյալ Նահանգները նաեւ որոշի թե ինչ է անելու Իրանի հետ հնարավոր զարգացումների պարագայում, բայց այնուամենայնիվ Իրանի գործոնը տարածաշրջանում եւ մեր սահմանը, որը գործող սահմաններից մեկը, այնպիսի հարաբերություններ են, որոնք երրորդ պետության պահանջով դադարեցնելը գրեթե անհնար է լինելու։ Ինչպիսի ակնկալիքներ ունեն Ադրբեջանից, ի վերջո խոսվում էր նաև այն մասին, որ եթե օրինակ իրանական ռազմական թիրախների նկատմամբ որոշակի հարձակում լինի, ապա Ադրբեջանը կարող է плацдарм հանդիսանալ, որքանով է սա հավանական։ Իրականում Իրանից վտանգ զգում են Ադրբեջանում Իրանում Ադրբեջանից եւ դա հստակ նաեւ Իսրայելի դերակատարության հետ է կապված, նաեւ Արցախյան պատերազմում Իսրայելի դերակատարություն եւ մշտական օժանդակություն եւ դրանից հետո ընկած փուլում եւ նաեւ Իսրայելի ուղեղային կենտրոնների հետ բավականին լավ աշխատում Ադրբեջանը վկայում են, որ Իրանի հետ կապված որոշակի ծրագրեր կան, բայց նաեւ Ադրբեջանի խնդիրն է, այսինքն արդյոք Իլհամ Ալիևը կգնա որոշակի արկածախնդրության, որովհետեւ այդ պարագայում կարող է պատասխան ընչել դեպի Ադրբեջան, ոչ թե դեպի Իսրայել, որովհետեւ իրանական կողմն էլ ինչքան էլ որ պատասխանում է Իսրայելին հրթիռային հարվածներով եւ այլն, չի հատում բոլոր կարմիր գծերը, որոնք բերեն պատերազմական գործողությունների, նաև թիրախները քաղաքացիական օբյեկտներից հեռու ընտրում եւ այլն, եւ բազմիցս նաև իրանական կողմից հայտարարել են, ինչքան էլ որ նշեն, որ ցանկանում են ոչնչացնել Իսրայելի եւ այլն այն ռադիկալ գործոնները Իրանի, բայց իրանական կողմում կա հստակ ցուցիչ, որ իրենց գործողությունները ավելի շատ կանխարգելի չեն, քան Իսրայելը ոչնչացնող։ Եվ եթե հնարավոր ռազմական զարգացումներ լինեն Իրանի նկատմամբ, ինչը քիչ հավանական է, եւ Ադրբեջանի օգտագործումը կարող է ի վնաս Ադրբեջանի աշխատել։ Իրանը փորձի վրեժ լուծել իր վրա հարվածներից Ադրբեջանական Հանրապետությունից, ոչ թե Իսրայելից։ Մի քանի ամիս առաջ այստեղ էին նաև իրանցի փորձագետները եւ երբ մենք հարցազրույց էինք անում փորձագետներից մեկի հետ, այսպեսին էր պատասխանը, որ իրենց այցը նպատակ ունի տեսնելու թե կողմերը ինչքանով կարող են իրար հետ համագործակցել որ ոլորտներում եւ այլն։ Հայաստանը եւ Իրանը երկկողմ հարաբերություններում ինչ ունեն իրար տալու եւ առնելու, այսպես ասեմ։ Իրականում Հայաստանի դերակատարությունը եւ հայ-իրանական հարաբերությունները Արցախյան պատերազմից հետո Իրանի փորձագիտական շրջանակների նաեւ ուշադրության կենտրոնում եւ ակնհայտ Հայաստանի կարեւորության աճի միտումներ կան եւ այդ աճը շարունակվում է նաեւ եթե կանք ինչեր ունեն եւ տնտեսական համագործակցության լայն հեռանկարներ ունեն եւ անվտանգային համագործակցության լայն հեռանկարներ ունեն հաշվի առնելով ադրբեջանական վտանգը եւ մեր համար եւ Իրանի համար եւ իրանական կողմն էլ մի քանի անգամ եւ խորհրդանի նախագահի եւ հանրապետության նախագահի եւ մնացած բարձր պաշտոնյաների լեզվով հայտարարել, որ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում ցանկանում են հարաբերությունների զարգացում, սկսած տնտեսականից մինչև պաշտպանական ոլորտներ։ Եվ նաև Հայաստանի ուժեղացումն է բխում Իրանի շահերից, քանի որ կարող է կանխարգելիչ լինել Ադրբեջանի տարածաշրջանում չափազանց ուժեղացման, ինչը հստակ տեսանք վերջին տարիների ընթացքում, որ վնասում է նաև Իրանի շահերին։ Էներգակիրների հետ կապված ծրագիր կար ժամանակին, այլ տնտեսական ծրագրեր կային, բայց դրանք առաջ մղելու համար միշտ չէ որ հնարավոր է լինում։ Հիմա կա այդ հնարավորությունը առաջ մղելու այդ ծրագրերը։ Ամենայն դեպս կա մեծ ցանկություն իրանական կողմից հայտարարություններ եւ նաեւ հայկական կողմից, եթե նայենք հայտարարություններին, բայց կան նաեւ ժամանակի խնդիրներ, երբ որ դրանք բավականին դանդաղ են ընթանում։ Հյուսիս հարավի շինարարությունը խոսում են 3-ից 5 տարի, 7 տարի ժամկետներ եւ այլն։
Նույնիսկ եթե հիշում եք Ղալիբաֆի Հայաստան կատարած այցի ժամանակ հստակ հայտարարություն եղավ, որ բյուրոկրատիկ խնդիրներ կան խանգարող այդ ենթակառուցվածքների զարգացման, իրանական կողմը ցանկացած առումով փորձում է դրանք առաջ գցել։ Այսօր Արարչին էլ հայտարարեց, որ Հայաստանի տարածքով տարանցումը, բեռնափոխադրումները դեպի Սևծով, ԵԱՏՄ եւ այլն Իրանի համար ունի նաեւ ռազմավարական նշանակություն տնտեսականից բացի եւ ամեն կերպ Իրանը փորձում է ամենայն դեպս արագություն տալ դրան։ Նաեւ Հայաստանը դատելով հայտարարություններից մշտապես խոսում է այդ հարաբերությունների զարգացման մասին, բայց նաեւ որոշակիորեն հապաղման գործընթաց կա եւ շինարարությունների հետ կապված եւ նաեւ օրինակ Թավրիզի հյուպատոսարանի բացման հետ կապված, որի բացվելու մասին եղավ հայտարարություն, բայց հետագայում թե ինչ գործընթաց է տեղի ունենում, ամենայն դեպս ես չեմ հանդիպել հայտարարություն բացվել է թե ոչ, գործում է եւ այլն։ Մենք վերջին շրջանում նկատեցինք նաև ռուս-իրանական հարաբերություններում ակտիվացում։ Դրանք ինչպես արտահայտվեցին եւ ինչով են թելադրված։ Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման պարագայում եւ նաեւ մինչեւ Թրամփի գալը Ռուսաստան-Միացյալ Նահանգների հարաբերությունների դադարեցման պարագայում բավականին լավ տնտեսական հարաբերություններ կան սպից ծովով եւ ոչ միայն եւ նաեւ ռազմական անվտանգային հարաբերություններ ձևավորվեցին Ռուսաստանի եւ Իրանի միջեւ եւ նաեւ դրանք շարունակվում են բավականին լրջան եւ Իրանը դիտարկում է որպես երրորդ խոշոր ուժ Չինաստանի ներկայությունից հետո նաեւ Ռուսաստանի ներկայությունը Միացյալ Նահանգներին դիմակայելու համար նաեւ միջազգային հարթակներում, բայց նաեւ ռուսական կողմն է Իրանին նայում որպես խաղաթուղթ, որով հավանաբար կարող է բանակցել Միացյալ Նահանգների հետ ուկրաինական գործոնից հետո, որովհետեւ տեսնում ենք, որ մշտապես Թրամփի եւ Պուտինի խոսակցություններում կա Իրանի թեման, տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում եւ այլն։ Այսինքն Իրանը կարող է Ռուսաստանին խաղարկել որպես Միացյալ Նահանգների հակակշիռ, նույնը կարող է Ռուսաստանը խաղարկել այս պետությունների միջև բավականին լուրջ նաեւ դիվանագիտական խաղ են տանում այս փուլում։ Շնորհակալություն, պարոն Միսակյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը իրանագետ Գարիկ Միսակյանն էր։